Եթե այս աշխարհից լինեիք ուշադրություն դարձրեք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր, այսինքն, երբ որ մենք աշխարհից ենք, որևիցե խնդիր, որևիցե հարց չկար։ Աշխարհի շրջանակում է, քեզ ընդունում է։ Ճիշտ է, այլ աշխարհի մեջ էլ իր խնդիրները, հարցերը կա, բաժանումները եւ այլն, բայց այնուամենայնիվ իրանցից ես։ Բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ ինչ արեցի, աշխարհից ընտրեցի։ Դրա համար աշխարհը ատում է ձեզ։ Ուշադրություն դարձրեք, երբ որ մենք աշխարհում էինք, մենք չէինք փնտրում ոչ Աստծուն, մենք էինք թշնամի, Աստծուն ու Աստծուն մնացած ժողովրդին։ Տեր Հիսուս Քրիստոս ինչ արեց, ասում է, ես ձեզ ընտրեցի, այդ աշխարհից առանձնացրեցի։ Հիմա քանի որ ես ձեզ առանձնացրել եմ այդ աշխարհից, այդ նույն աշխարհը հիմա ձեզ ինչ է անում, ատում է։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս այո բերում է բաժանում։ Դա գուցե մեզ համար մեր հասկացողության շրջանակում մի քիչ մենք ուրիշ ձև ենք մտածում նայում, բայց սա է իրականությունը, սիրելիներ։ Այսօր ցավով եմ ասում, շատ եկեղեցական շարժումներ կա, ովքեր որ գիտեք ինչ են փորձում անել։ Այդ բաժանումը լղոզեն։ Այսինքն որ այնպես չլինի, թե որ մարդիկ զգան, որ մենք տարբեր ենք։ Փորձենք այնպես անել, որպեսզի երբ որ նույնիսկ աշխարհիկ մարդիկ գալիս են մեր մեջ են մտնում, իրանց զգան ինչպես տանը։ Այսինքն եկեք չխոսանք մեղքից, որ հանկարծ ինքը չվիրավորվի, բան չանի։ Եկեք խոսանք ընդունված լինելուց, սիրելուց, բոլորս ընդունված ենք, բոլորս Աստծո ժողովուրդ ենք, նույնն է այս կողմ, այն կողմ։ Ու ինչ է լինում, այդ բաժանումը լղոզենք, որպեսզի աշխարհը գա եկեղեցի եւ իրեն լավ զգա։ Ոչ ժամանակ այո, քանակը մեծանում է, բայց եկեղեցին չի մեծանում։ Եկեղեցին չկա այդտեղ։ Որովհետև մեր նպատակը դա չէ, որ մենք մեր թվաքանակը մեծացնենք կամ այդ բաժանումը լղոզենք։ Տերը դրա մեջ մեզ չի կանչել։ Հակառակը հստակ բաժանումը, ասում է հստակ այդ գիծը կա։ Աշխարհում էիք, ես ձեզ ընտրեցի, առանձնացրեցի, հիմա այն աշխարհը շարունակում է ատել ինձ եւ ատելու է ձեզ։